Աստծո կոչումը մի բան է, որը մենք չենք կարող հրամայել։ Մենք չենք թելադրում նրան։ Նախաձեռնությունը նրանն է։ Նոր կտակարանը մեզ ասում է, որ Աստծո կոչումը սուրբ է, երկնային է, վեր բարձրացնող է։ Թվում է մեր կյանքը շարժվում է հորիզոնական ուղղությամբ, բայց Աստծո կոչումն ուղղահայաց է։ Դա մի բան է, որ գալիս է երկնքից և հատում է մեր կյանքը։ Եվ մեր կյանքը այդ կոչումից առաջ ամբողջովին տարբերվում է նրանից, ինչ այն դառնում է այդ կոչումից հետո։ Նոր կտակարանը շատ է խոսում Աստծո կոչման մասին։ Ես ուզում եմ այս երեկո միասին դիտարկել Աստծո կոչման մի քանի պարզ, բայց հիմնական ճշմարտություններ և կիրառել դրանք մեզ բոլորիս այստեղ ներկա գտնվողներիս համար։ Այն, ինչ ասում եմ, նույնքան վերաբերում է ինձ որպես քարոզչի, որքան ձեզ որպես լսարան։ Հռոմեացիներին առաջին գլխում առաջին 7 համարների ընթացքում Պողոսը 3 անգամ հիշատակում է Աստծո կանչը։ Հռոմեացիների 1:1-ում նա այսպես է նկարագրում ինքն իրեն. Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու։ Կոչված առաքյալ լինելու։ Ապա երբ գրում է Հռոմի քրիստոնյաներին, 6-րդ համարում ասում է. Դուք էլ նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ հասնում է ողջույնի խոսքերին, 7-րդ համարում գրում է. Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերիդ։ Այսպիսով Հռոմեացիներին գրքի ողջույնի համարների ընթացքում Պողոսը 3 անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր հարաբերությունն Աստծո հետ կախված է նրա կանչից։ Եթե Աստված չկանչեր, մենք նրա հետ որևէ հարաբերություն չէինք ունենա։ Ես ուզում եմ ամփոփ միասին դիտարկել, թե Հիսուսն ինչպես սկսեց կանչել իր աշակերտներին։ Դիտարկենք Մատթեոսի 4-րդ գլխի 18-ից 22-րդ համարները։ Այս երեկո մի բան կա, որը ցանկանում եմ հատկապես ընդգծել, դա Աստծո գերիշխանությունն է։ Գերիշխանություն բառը թեպետ ավելի աստվածաբանական տերմին է, բայց ես այն այսպես եմ մեկնաբանում.